Ֆուտբոլի համահայկական երիտասարդական ասոցիացիան Լոս Անջելեսում էր հավաքել Ամերիկյան Նահանգների և Կանադայի հայկական ֆուտբոլային ակումբների լավագույն պատանի ֆուտբոլիստներին։ Երրորդյա պատանեկան ընտրական մրցույթի ժամանակ հայ մարզիչներն ընտրեցին լավագույններին, նրանք կմեկնեն Հայաստան մինչև 14 տարեկանների հավաքականում խաղալու հեռանկարով։ Ուղարկում ենք Հայաստան, որպեսզի իրանք անցնեն արդեն ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող սելեկցիայում մասնակցություն ունենան եւ ընդհանուր թվից եւ մասնակիցներից ընտրեն լավագույններին հավաքականի համար։ Մի խոսքով ոնց որ փորձում ենք հայկական ռեսուրսը, սփյուռքի ռեսուրսը օգտագործենք, որպեսզի ավելի լայն ընտրության հնարավորություն ունենան մեր մարզիչները։ Ֆուտբոլի համահայկական երիտասարդական ասոցիացիան պատանի ֆուտբոլիստների ընտրական մրցույթն անցկացնում է արդեն 4-րդ տարին, համագործակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Այս ընթացքում Հայաստան են ուղարկել մոտ 3 տասնյակ տաղանդավոր ֆուտբոլիստի, նրանցից 2-ն արդեն խաղում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում։ Մեկը վերջերս ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Շատ կարևոր ծրագիր է, մեր ֆուտբոլին շատ անհրաժեշտ է։ Սպորտում տեսնում եք, շատ երեխեք ունենք, շատ լավ որակով երեխեք ունենք եւ ափսոս կլինի այդ երեխեքին չտեսնենք, չտանենք, մեր ազգին օգուտ չտա։ Սա իրանց կյանքի համար է շատ կարևոր։ Պատանի ֆուտբոլիստներին ընտրում են ֆուտբոլային ճանապարհ անցած մարզիչներ, որոնք ժամանակին ընդգրկված են եղել Հայաստանի հավաքականներում, այժմ էլ աշխատում են ամերիկյան մանկապատանեկան ֆուտբոլի ոլորտում եւ լավ գիտեն տեղի պատանի ֆուտբոլիստների հնարավորությունները։ Ծրագիրը շատ կարևոր է ու պետքա շատ տարիներ առաջ լիներ, որովհետեւ շատ տաղանդավոր երեխաներ արդեն իսկ ներգրաված են Հայաստանի տարբեր տարիքայինների հավաքականներում ու շատ մեծ հնարավորություն է ստեղի երեխաների համար ներկայացնել Հայաստանի հավաքականը, որովհետեւ իրոք ստեղ շատ լավ երեխաներ ունենք ու գալացող սերունդեն շատ մեծ պոտենցիալով երեխաներ են։ Պատանի ֆուտբոլիստներն ընտրական մրցույթի օրերին ծանոթանում են, ընկերանում, չընտրվելու դեպքում էլ կապը պահում են միմյանց ու մարզիչների հետ, ասում են ասոցիացիայի ղեկավարները։ Իսկ Հայաստան մեկնողներն ու նրանց ընտանիքները հնարավորություն են ունենում այցելել հայրենիք հաճախ առաջին անգամ։ Սա էլ ինչ-որ հայրենասիրության դրսևորման ձև է, որ կարելի է այսպես ներդրում անել երեխաների մեր ազգի մեջ, որ հետագայում մեծանան օգուտ տան, թե իրենց ընտանիքներին, թե մեր ազգին ու մեր երկրին ու մեր հավաքականներին։ Ընկերս հրավիրեց, եկա փորձելու ու ինձ հրավիրեցին Հայաստան։ Արդեն 3-4 անգամ եղել եմ այստեղ։ Սա երիտասարդ խաղացողների համար հրաշալի ծրագիր է։ Հայտնաբերում են լավ ֆուտբոլիստներին եւ օգնում առաջ գնալ։ Հրաշալի հնարավորություն է երիտասարդ խաղացողների համար ցույց տալու իրենց հնարավորություններն ու հետագայում ներկայացնելու իրենց հայրենիքը։ Մեծ տղաս առաջի մասնակցողներից է։ Իրանց այդ հոգեկանը բարձրանում է, եթե էլ որ չեն ընտրվում, գալիս են նոր ընկերներ են ծանոթանում եւ նոր լավ քոչերի հետ կարողանում են աշխատեն։ Ֆուտբոլի համահայկական երիտասարդական ասոցիացիայի մարզիչներն ասում են, իրենց նպատակը հայ ազգի երիտասարդ ֆուտբոլիստներին ոգևորելն է, գնալ երազանքի հետևից, համալրել տաղանդավոր հայ ֆուտբոլիստների ցանկը եւ նոր շունչ հաղորդել հայկական ֆուտբոլին։ Լիլիթ Ցետրակյան, լուրեր, Միացյալ Նահանգներ։